Երևանի քաղաքապետարանը $180,000 վճարել է 2013-ին հիմնադրված Combinat Production ընկերությանը, որը որևէ պետական գնման չի մասնակցել, համենայն դեպս գնումների պետական համակարգում այդ մասին վկայող որևէ ինֆորմացիա չկա։ Այս ամեն ինչը շատ թափանցիկ գործընթացով է եղել, համագործակցել ենք Շարմ ընկերության հետ եւ կարծում եմ, որ հետեւապես դա եղել գնագոյացումը։ Քաղաքապետարանի ու Combinat Production ընկերության միջև դրամաշնորհի պայմանագիր է կնքվել։ Ուշագրավն այն է, որ դրամաշնորհը տրամադրվել է առանց մրցույթի ընկերության տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի գրության հիման վրա։ Պայմանագիրը կնքվել է 2024-ի օգոստոսի 2-ին 15 երգերի գործիքավորման, կատարողների ընտրության, ձայնագրման, միքսինգի, մասթերինգի եւ նոր հեղինակային երգի ստեղծման համար։ Մեկ տարի անց անգամ պայմանագիրը չի հրապարակվել։ Ֆինանսական եւ կառավարման փորձագետ Արտակ Յուրումյանն այս գործընթացում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։ Ով գիտի, որ կարող է դիմել քաղաքապետարանին եւ ուզած միջոցառման համար ֆինանսավորում ստանալ, ինչերի հետ են համեմատվում այդպիսի առաջարկներ, այս արդյոք քաղաքապետը որոշումը կայացնելիս դիտարկում է այլընտրանքները, թե ոչ, ինչպես են որոշում կոնկրետ այս դեպքում ինչ երգեր են հարկավոր, ինչ է հարկավոր, հետո ով է մոնիտորինգի ենթարկում, ինչ հաշվետվություններ են ներկայացնում, ամբողջ շղթայի հետ կապված մի շարք հարցեր կան եւ իհարկե բոլոր փուլերում հնարավոր են չարաշահումներ եւ դրանով պայմանավորված կոռուպցիոն ռիսկեր։